Համարձակ, ոճային, խնամված, կանացի, այսպիսին են Պեմինայի հերոսուհիները։ 3 տարի շարունակ մենք օգնում ենք կանանց դառնալ ավելի ինքնավստահ, փոխել ենք 36 հերոսուհու կյանք։ Անցկացրել ենք միջոցառումներ, որոնց մասնակցել են 1000-ից ավել հայուհիներ։ Ֆեմինան համախմբել է ոլորտի առաջատար և փորձառու մասնագետներին, որ ամեն երեկո հիացնի ձեզ նոր կերպարանափոխությամբ։ Մենք սկսում ենք 4-րդ եթերաշրջանը։ Ողջույն, եթերում Ֆեմինան է, նոր թիմ, նոր հերոսուհիներ։ Ծանոթանանք առաջին հաղորդման հաջողակ մասնակցի հետ։ Նա ապրում է Շվեդիայում իր ամուսնու և բալիկի հետ, 24 տարեկան է, նախկինում պրոֆեսիոնալ դահուկորդուհի, ներկայում սիրված ֆուդբլոգեր։ Հաղորդմանը մասնակցելու համար հատուկ ժամանել է Հայաստան։ Ինչքան ինձ հիշում եմ, միշտ սպորտով եմ զբաղվել, երբ որ տեղափոխվեցի Շվեդիա ու լիժան են ամենաակտուալ սպորտներ այնտեղ, սկսեցի լիժով զբաղվել։ Երեխեքի հետ էի պարապում, բայց ես մրցումների չէի մտնում, ինքս չէի ուզում, զուտ սիրում էի այդ պարապելու ընթացքը։ Աշխատանքս եղել է ռեստորանային բնագավառում, ասենց ասեմ։ Հետո ամուսնուս հետ սկսեցի ծանոթանալ Instagram-ով ու այդպես գնաց պատմությունը։ Instagram բլոգինգ այդ ամեն ինչը ինքն է ինձի առաջ ոնց որ համոզել։ Իրականում ես ամենասկզբից չէի ուզում։ Ինձի համոզում էր, որ ես սկսեմ ինչ որ քաղցրավենիքներ թխել, ու ասում էր թխի ոնց որ փորձի, ձեռդ լավն է, այդպես ու երբ որ սկսեցի թխել, ասում ա կարես вообще-թե Instagram բացես, խմորեղեններ թխել վաճառել։ Ու այդպես սկսեցի շվեդական բլոգ բացել ամենասկզբից։ Ամեն ինչ տեղին, գեղեցիկ նկարներ, ռիլեր, բայց հասկացա, որ Մատ կարամ նավսակի փորձեմ ինչ-որ հայկական բլոգինգ բացել, ինչքան մեծացա, այդքան քիթս էլ մեծացա։ Ավելի արտահայտիչ դառավ ու զգացի, որ դպրոցական տարիներից անգամ բոլորի այդ խոսքերը կպել է ու միշտ մտքումս եղել է, էլի, որ մի օր գալու է, որ ես այս քթիցս հրաժարվեմ հավերժ։ Մանավանդ որ բլոգինգն էլ բացեցի ու կողքից ավելի սկսեցին ոնց որ դրթել, ավելի շեշտել քթիս պահով հեյթերներս ամենաշատը, ոնց որ ավելի շատ կենտրոնացա քթիս վրա։ Միշտ է եղել մոտս, որ պարտադիր կգա մի օր, որ քիթս վիրահատեմ։ Վիրահատությունից հետո բալիկի պահով իհարկե հոգնելու է, ես մեծ օգնողներ ունեմ, շատ օգնողներ ունեմ, սկեսուր մայրիկս, իմ հրաշք տալը։ Տեսքի առումով, որ անդադ իր հեյթերները շեշտում են, այտենց վատ չեմ վերաբերվում, ինչ-որ խնդիր չկա, բայց ես ինքս շատ բռնկվող եմ ու ինձ դուր չի գալիս, որ իմ հարսիկին անդադ ինչ-որ բաներ են ասում։ Միշտ երբ որ մտածել եմ քիթս վիրահատելու մասին, պարտադիր Հայաստանում պիտի գամ վիրահատեմ։ Վիրահատությունից հետո տենց ես իմ ահավոր չեմ խորացել պատկերացել ինչպիսի քիթ կունենամ, միշտ մտածել եմ, այնքան որ այս քթիցս փոքր լինի, գոհեմ։ Տեսեք, ապերին ինձ թվում է ամեն ձև էլ հաճելի է լիանա, սկզբում սենց նշեմ, ուղղակի ինձ թվում է, ուղղակի թիթիզություն մի քիչ մտցնենք ու վсё։ Մի քիչ թիթիզություն, ավելի շատ բնավորության առումով, էլի։ Իրականում ընդհանրապես իրան որպես տալ չեմ ընկալում, ինչքան էլ սենց բոլորին որ ներկայացնում եմ, ասում եմ տալ, ուղղակի այդ բառը իմ դուրի շատ է գալի։ Մենք իրար հետ կիսում ենք այն ամեն ինչ ինքը անգամ իր քույրիկի հետ կարողա չկարանա կիսվի, մի քիչ կոպիտ չհնչի ասածս, որ մենք շատ པարզ ենք, բաց ենք ամեն հարցում։ Հպարտեմ, որ ինքը իմ հարսիկն է, որովհետև ես իրան իրոք շատ եմ սիրում։ Մեր հերոսու կերպարանափոխությունը սկսվում է հաղորդման գլխավոր հովանավոր պլաստիկ վիրաբույժ Գոռ Անանյանի հետ խորհրդատվությունից։ Ծառայությունների ղեկավար քիթկոկորտ ականջաբան Գոռ Անանյանը հանդիսանում է բժշկական գիտությունների թեկնածու։ Շատ հաճելի է Լիանա ջան։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է, վերջապես դες տեսա իրական կյանքում։ Շատ ուրախ եմ, շատ հաճելի է, փորձեմ մարդարացնել բոլոր ձեր սպասելիքները։ Ինչ խնդիր ունենք, ինչ ենք ուզում անենք, ինչ ենք ուզում ստանանք։ Փոքր քիթ։ Okay։ Որ ինձ էլ չհեյթեն, ասենց ասեմ։ Լավ, շնչառության հետ կապված խնդիր կա։ Չէ, չունեմ շնչառության հետ ոչ մի անգամ։ Մի պահ մի հատ նայեմ ներսը։ Ընդհանուր միջնապատը շատ արտահայտված շեղված չի։ Ընդհանուր միջին գծով է։ Խեցիներն են մի փոքր մեծացած։ Ինչ ենք ուզում։ Ու բնականաբար սապատը կվերանա,
այս կախվածությունը մի փոքր կբարձրանա, կհավաքվի, երկարությունը կկարճանա, հա, այսինքն սակապ որ ինքը հարթվում է, երկարությունը գտած այր ավելի արտահայտիչ է, բնականաբար ինքը պետք է հավաքվի։ Ու դիմացից մի փոքր կնեղանա։ Ու գտած այր։ Մեկ էլ ճիշտ ասած, էդ էլ շեշտեմ, որ ինձ համար կարևոր է, էլի, որ քթի անցքերը շատ sense երկար ձիգ չլինի, որ ցանկալի է մի քիչ ավելի, մի քիչ շատ կուրնոսի չէ, բայց որ մի քիչ կլոր լինի, որովհետև շատ եմ տեսել, որ ուրիշները վիրահատում են, sense անցքերը sense ձգած է վերև չէ, վերև չի լինելու։ Ինքը անկյունը մնալու է համարը նույնը, մի փոքր է հավաքվելու, հա, այսինքն սա մի քիչ կուրնոս։ Այս կախ մասը, այսինքն այս կալումլայի կախվածությունն է հավաքվելու, որտեղ ինքը մի փոքր ավելի շատ է, դե բնականաբար անցքերի համեմատ այս կախվածությունը միշտ պետքա լինի, դա անատոմիական նորմա է։ Քո մոտ մի փոքր ավելի արտահայտված է, իրան մի քիչ կհավաքվի։ Լիանային պլանավորում ենք վիրահատել փակ եղանակով, ինչի ընտրեցինք փակ եղանակը, որովհետև անատոմիական իր կառուցվածքը, այսինքն ոչ ինչ-որ հակացություններ չտեսանք։ Բաց եղանակով կատարում ենք հիմնականում այն վիրահատությունները, որոնք որ 1 կամ 2 կամ եւ ավել անգամ վիրահատված են եղել, որովհետև որոշակի անատոմիական շեղումներ են լինում, հստակ կետեր կան, որոնք որ ուղեցույցներ են մեր համար վիրահատական ընթացքը սկսելու եւ քիթը բացելու կոպիտ ասած։ Մի տարի նոն-ստոպ գրեթե կապի մեջ ենք լինելու։ Սեղանին հաստատ չմնա, չէ՞։ Չէ, աստծո։ Ժամանակն է ծանոթանալու Ֆեմինա նախագծի նոր մենթոր, հաղորդման հովանավոր K-Wellness Medical Spa Premium կենտրոնի հիմնադիր Կրիստինա Բաբայանի հետ։ Կրիստինա Բաբայանի հեղինակային մեթոդաբանությամբ աշխատում են ոլորտի առաջատար մասնագետներն ամբողջ աշխարհում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Էմիրատներում լիցենզավորված մասնագետը կարևորում է անհատական մոտեցումը, առաջատար սարքավորումների առկայությունը, միայն լավագույն բժիշկներով համալրված կազմ։ Խնդրի լուծում, այլ ոչ թե քողարկում։ Սա է Ֆեմինայի մասնագետի մոտեցումը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է, որ այսօր գտնվում եք այստեղ։ Մենք մի քանի հարցեր կունենանք, որը որ ես կկազմեմ ինչից ենք սկսում, ինչով ենք ավարտում, եւ ըստ դրա կկազմենք մեր պրոտոկոլը, թե ոնց ենք մեր պրոցեդուրաները սկսում։ Տան պայմաններում ինչ խնամքներ եք օգտագործում։ Ճիշտն ասած ոչ մի, մենակ ջուր։ Okay, մենք կսկսենք պրոցեդուրաները լազերային թերապիայից, որովհետեւ ձեր մոտ սկսվող ակնե է, չեմ կարող ասել, որ արդեն խորացված է, որովհետեւ այդ տարբերակում մենք նշանակում ենք դեղորայքային բուժում։ Մենք այսօր ձեզ կանենք պրոցեդուրաներ, որոնք որ իրենցից ներկայացնում են ակնեի բուժում սկսվող պերիոդում։ Դուք պատրաստվում եք ռինոպլաստիկայի։ Մեզ 1 շաբաթ հարկավոր է, որպեսզի մենք ունենանք վերականգնողական շրջան, մաշկը վերականգնվի, որպեսզի պատրաստ լինի վիրահատության։ Եվ ես խորհուրդ եմ տալիս իհարկե բոլոր այն մարդկանց, ովքեր որ պատրաստվում են վիրահատության, առավել եւս ռինոպլաստիկայի, պարտադիր այցելեն կոսմետոլոգի, ինչի, որովհետեւ լինում են տարբեր մաշկի տեսակներ։ Յուղոտ մաշկի տեսակի ժամանակ շատ կարևոր է մաշկի խնամքը, որովհետեւ ճիստկաներից, միկրոդերմոբրազիայից եւ ակվապյուրից հետո ավելի հեշտ է գնում վերականգնողական շրջանը։ Մենք այսօր կկատարենք պրոցեդուրան, որը որ իրանից ներկայացնում է Gold RF lifting, ձեր դեպքում շատ կարևոր է, որովհետև դուք ունեք բացված ծակոտիներ, այստեղ հայլում եք որ ձեզ տեսնեք, կտեսնեք արդեն որ հատվածում ավելի շատ այդ օսկրերի հատվածում եւ մի քիչ կաշխատենք քիթիկի հատվածում, որպեսզի ունենանք պորաների նեղացում, հետագայում որպեսզի ձեր պլաստիկ վիրաբույժը ավելի հեշտ աշխատի եւ վերականգնողական շրջանը ավելի հեշտ անցնի ձեզ համար։ Պրոցեդուրայից հետո պարտադիր պետք է անել դեմքի խնամք տան պայմաններում, որը որ ես ձեզ կնշանակեմ ըստ ձեր մաշկի տիպի։ Ռինոպլաստիկայից հետո կանցնի մի որոշ ժամանակ, երբ որ արդեն մաշկը ֆուլ կվերականգնվի, մենք կանենք մեր երկրորդ պրոցեդուրան, որպեսզի մենք ունենանք վերջնական ռեզուլտատ, պորանները ավելի փոքրացած կլինեն, մաշկը ավելի հարթ կլինի, հետքեր չենք ունենա եւ դրանից հետո արդեն կզբաղվենք կոնտուրներ պլաստիկայով։
ես միշտ խորհուրդ եմ տվել առաջինը սկսել դեմքի պրոֆեսիոնալ խնամքից, հա։ Դա կլինի ակվապյուր սարքով, կլինի միկրոդերմոբրազիա, թե սովորական դեմքի խնամք։ Երկրորդը խորհուրդ կտամ, եթե արդեն խնդիրը կա, սկսվող ակնե է, խորհուրդ կտամ թեթև լազերային պրոցեդուրաներից, որոնք որ մեր մոտ շատ են կենտրոնում, դա կլինի Lumeccan IPL տեխնոլոգիան, Morpheus 8 սարքը, արդեն ավելի խորը պոստակնեի ու պիգմենտացիայի հետ կապված աշխատելու, ունենք Enziac, ունենք E2 սարքերը, որոնք որ հենց նախատեսված են ակնեով հիվանդ պացիենտների համար։ Եվ իհարկե, եթե ակնեի ստադիան արդեն 3-ից բարձր է, արդեն դեղորայքային բուժում է, որը որ կատարում են արդեն դերմատոլոգները մեզ մոտ։ Ինչը վերաբերվում է պրոցեդուրաների քանակը, կախված է էլի ստադիաներից եւ արդեն ըստ մաշկի տիպից, հա, թե ինչ կարգավիճակում է։ Օրինակ Լիանայի հետ կապված ես գտնում եմ, որ երկու պրոցեդուրան լրիվ բավարար է, որովհետեւ իր ակնեի ստադիան այն կարգավիճակում չէ, որ մենք ունենանք մի քանի պրոցեդուրաներ։ Ողջույն Լիաննա ջան, գնալու ենք վիրահատարան։ Մի փոքր հետո քնածես լինելու, քեզ թվալու է թե մի րոպե քո անեստեզիան տևի, արտանալու ես առանց ցավ, առանց խնդիր, առանց ինչ-որ տհաճ զգացողությունների։ Նոր քթով, ոնց ասեմ, նոր կյանքով անեստեզիայից վախենալ պետք չի։ Եթե անկեղծ նոր եմ հասկացել գիտակցում, թե ինչի տակ է ստորագրել, բայց շատ ուրախ եմ, նենչի ուրախ չեմ, ուղղակի ահա որ լարված եմ, բայց կարևոր որ գնամ այնտեղ արդեն պարկեմ մի քիչ քնեմ կհանգստանամ, բան չեմ զգա, դա ամենակարևորն է։ Ես ինքս անցել եմ դրա միջով, Դու էլ ես ինձ լարված, թե չէ։ Հա, ես կարող եմ կողքից լարված չեմ երևում, բայց իրականում շատ լարված եմ, դա իմ ավելի գերակտիվ լարվածություն։ Լավ, всё։ Չէ, անցնում է այդ։ Միացրես գում եք, всё, բան չես հիշում։ Բարս է։ Մոռանում ես լրիվ ամեն ինչ։ Ամենակարևորը ծնվես, որ նարկոզից դուրս ես գալիս, ոնց որ թազա ծնվես։ Լավ։ Կարևորը մի քիչ կքնեմ կհանգստանամ։ Լրիվ հանգստացած, ուղեղը հանգիստ, ամեն ինչ։ Այսօր արդեն վիրահատական օրն է, այսօր շուտով կմտնենք վիրահատարան։ Վերջում դրվելու է դերմոպլաստիկային վիրակապ, որը որ կմնա մոտավորապես 7 օր, դա հենց հետո կհեռացվի ու պլաստիկային վիրակապ կդնենք, որը որ եւս 7 օր կմնա։ Լիաննա ջան, ողջունում եմ ձեզ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, արդեն։ Դուք այսօր ավարտելու եք ձեր բժշկական պրոցեդուրաները, քթի վիրահատությունը արդեն ավարտել եք, տեսնում եմ, որ այտուցներ չունեք։ Պատմեք, թե ինչպես անցավ քթի վիրահատությունը։ Շատ լավ, իմ պատկերացրածից անգամ շատ ավելի լավ։ Ես ճիշտ ասած մտածում էի, որ բարդ կտրվեր, որովհետև շատերից էի լսել, որ շատ աղջիկներին բարդ է տրվել, առաջիկա մի շաբաթը թեկուզ ավել, բայց իրականում ընդհանրապես բարդ ժամանակահատվածը 2-3 օր տևեց, հետո ընդհանուր այտուցները անցան ու ավելի թեթևացավ ամեն ինչ։ Հրաշալի է։ Այս փուլին հաջորդում է ամենաթիթիզ եւ աղջկական этаպը՝ դիմահարդարում եւ ոճափոխություն։ Ինչպիսի սպասելիքներ ունեք կամ կա ինչ-որ մազերի երանգ, գույն, որը կտրականապես այսպես բացառում եք։ Հա, չի ուզենա, որ մազերս լրիվությամբ կտրեն, ինձ քաչալացնես։ Ահա։ Մեկ էլ դեմ եմ ճիշտ ասած, որ լրիվ ինձ բլանդիկա սարքեն, բայց ավելի բաց գույների շատ կողմ կլինեմ, ոչ թե շատ բաց չէ։ Ավելի պայծառ կարծում եմ, մեղրային, շագանակագույն։ Իմ մազերի գույն, թե ավելի մի փոքր։ Դա անգամ ավելի բաց։ Ավելի բաց, հա, կսազի ձեր շատ։ Լիաննա ջան, կպատնես ծնողներիդ արձագանքի մասին։ Ծնողներիս արձագանքը ճիշտ ասած ոչ թե շատ ուրախալի էր, ասեմ, ավելի շատ շոկային էր։
Եվ որ իրանք ինձի տեսան, դե այտուցված ահա որ ես լրիվ ճանաչելի էի դարձել։ Դե պապան նորմալ, մի քիչ զարմացավ, հետո անցավ գնաց, իսկ մայրիկս ամեն տեսնելուն լացը գալիս էր ու բառասբուն իմաստով լացում էր, որովհետև շատ էր նեղում, մտածում էր, որ ես ցավ էի զգում, բայց իրականում դե տենց երևում էր, բայց չէ, ոչ մի ցավ էլ չէի զգում այտուցվածությունից։ Հասկացա։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում։ Հաստատ դուք շատ նպատակային աղջիկ եք, կհասնեք ձեր բոլոր երազանքներին եւ նպատակներին։ Կներես մի քիչ տհաճ կարող է լինի, բայց ասասախ կանցնի։ Դեռ փոքր այտուցներ կլինեն։ Արդեն իրանք էլ ժամանակի ընթացքում վերջնական կնստեն։ Հիմա որ հայլիով տենամ լրիվ սենց այն գծած քթերի ծայաղնելու։ Հիմա ինքը ուղիղ է, չէ՞, մեջտեղը սենց չի։ Ուռած է երկու կողմից հիմնականում։ Բայց ուղիղ է։ Ուղիղ։ Հա։ Տեսեք, չեմ ուզում նայեմ, ողում եմ։ Նայեմ։ Դավայ։ Մի րոպե։ Ինքը ոնց որ հիմա վերև լինի գտածայի հատվածը, բայց ինքը իջն է։ Ոյ, ոնց որ ես չեղնեմ։ Դաշը լացում եմ ուրիշ ձևի եմ լացում։ Առաջ որ այն հին քիթես ունեի օղորմի, ավելի շատ զգում եմ, որ սենց դեմս բացվել է։ Հա։ Ազատ է լրիվ։ Համաձայն եք, արդյունքը գերազանց է։ Այն էլ ավելի է կատարելագործվելու որոշ ժամանակ անց, երբ կվերանան այտուցները։ Այդ գործընթացին կնպաստի հաղորդման հովանավոր K-Wellness կենտրոնի հիմնադիր բժիշկ Կրիստինա Բաբայանի կողմից կատարվող երկրորդ եւ երրորդ փուլերի միջամտությունները։ Շատ գեղեցիկ եք, շատ լավ ստացվել եւ այտուցները ավելի քիչ են։ Դուք հավանում եք աշխատանքը։ Հա, շատ տպավորված եմ։ Սկզբից անսովոր էր, բայց արդեն կամաց ծնվել անում եմ։ Շատ լավ էր ստացվել, նույնիսկ ռեսեպշնի մոտ չճանաչեցի ճիշտն ասած, երբ որ մոտեցաք։ Ես շատ գոհ եմ բոլոր ռեզուլտատներից, նաեւ մաշկի հետ կապված, որտեղ արդեն տեսնում եմ ռեալ տարբերություն կա, ու շատ ճիշտ էր ու կարեւոր էր միջև վիրահատությունը անել պրոցեդուրան։ Այսօր կկատարենք արդեն երկրորդ պրոցեդուրան եւ կտեսնենք արդեն շատ մեծ փոփոխություն, որովհետեւ արդեն քիթիկի հատվածում էլ կարող ենք նորմալ աշխատել եւ կունենանք իդեալական մաշկ։ Այսօր անելու ենք Morpheus 8 սարքով RF lifting, որը որ նախատեսված է ակնեի ու post-ակնեի համար։ Դրանից հետո կտևի ռեաբիլիտացիոն շրջանը մաքսիմում 7 օր, որովհետեւ ինձ պետք է որպեսզի մաշկը կրճատվի, հետքերը գնան, որպեսզի պորաները ավելի փոքրանան, դրանից հետո անելու ենք արդեն ինյեկցիոն պրոցեդուրաներ, ինչը որ ես տեսնում եմ քեզ հիմա ռինոպլաստիկայից հետո ավելի սիրուն կնստի քո մաշկին։ Առաջինը ուզում եմ կոնտուրները ավելի հստակեցնեմ, նիժնի տրետրիցա, այս ներքևի հատվածի կոնտուրը մի քիչ կարող է դունչիկի հատվածում ծավալ տանք, այդ օսկրերի հատվածում կուզենամ չուչուչ sense բարձրացում անենք, որովհետև արդեն կոնտրաստը քիթիկիտ եւ կոնտուրիդ հետ արդեն տարբերվում է։ Okay, մի քիչ էլ ուզենամ շուրթերի ծավալը մեծացնեմ, որովհետև այս Ռաստայանյան արդեն մեզ թույլ է տալիս։ Մենք ոնց ենք հասկանում, որ մեզ պետք է, մենք ունենք կոնտուր եւ ունենք պրոֆիլ։ Պրոֆիլի ժամանակ մեր մոտ այս 3 չափսերը պետք է համաչափ լինի։ Դրա համար մենք այստեղ մի քիչ ծավալ կտանք ծավալ շուրթերի հատվածում, որպեսզի ավելի սիրուն լինի եւ հավասարաչափ արդեն 3 մասի աշխվի։ Այսօր մենք կատարել ենք կոնտուրնապլաստիկա, այն ինչ որ խոսացել էինք միջև այդ, հա, այսօր այդ օսկրերի հատվածում կատարեցինք, գեղեցիկ բարձրացրեցինք, ստեղ ունեինք նասասլյոզնի բարազդավորը, որ քո մոտ արտահայտված էր ավելի, կատարել ենք 1 միլիգրամ պրեպարատից ավելի թույլ տեսակը, քան ինչը որ արել ենք
դունչիկի հատվածում եւ շրթունքների ծավալի մեծացման համար։ Վերևի հատվածում ավելի դուրս ենք պտտել եւ ներքևի հատվածում մի քիչ ծավալ եմ հաղորդել, որը որ մեզ մոտ էլի գնացել է 1 միլիգրամ պրեպարատի անել։ Մի քիչ համել դունչիկը ենք հավասարացրել, որպեսզի մեր կոնտուրը ավելի սիրուն լինի, նայ արդեն ինքը այս մասով ավելի հստակ, սիրուն արտահայտված կոնտուր ունենք։ Ես այսօր պրոցեդուրայից հետո օգտագործել եմ այսպիսի Elixir by Christie իմ բրենդներից եմ, որը որ կարող ես դու օգտագործել նաև հետագայում կպահպանվի ավելի երկար, ինքը բալզամը ու նատուրալն է։ Ավելի երկար կպահպանվի, ինչի հաշվի, որովհետև կխոնավացնի ճիշտ շրթունքը։ Շուտ ուղղակի շրթունքի հատվածը, որ քանի որ առաջի անգամն է շատ անսովոր է, բայց ինձ թվում է արդեն ոնց որ սկսում եմ կամած Այտուցվելու համար այսօր 30% այն ինչ որ մենք տեսնում ենք այտուցն է, որը որ կգնա եւ մի շաբաթ 10 օր հետո կլինի լրիվ քո իդեալական շրթունքը, որը որ շատ բնական տեսք է ունենալու ու տարբերությունը հիմնականում տեսնելու ես միայն դու։ Դե ինչ, ես իմ մասով ավարտեցի, քեզ ցանկանում եմ մեծ հաջողություններ քո անձնական կյանքում քո բալիկի հետ միասին եւ միշտ լինես այսպիսի գեղեցիկ եւ ներքին եւ արտաքին։ Շնորհակալ եմ։ Քեզ լիքը հաջողություններ եմ աղթում։ Նմանապես։ Առօրյայում Լիաննան գրեթե չի շպարվում։ Նախագծի նոր մենթոր, աշխարհահռչակ բրենդերի պաշտոնական դիմահարդարը Հայաստանում Լուիզա Ազատյանը վստահ է, որ Լիաննայի դիմագծերի գեղեցկությունը ել ավելի կընդգծի ճիշտ դիմահարդարումը։ Լիաննա ջան, շատ գեղեցիկ դիմագծեր ունեք։ Ես իմ գոլեգաների հետ իհարկե քննարկել ենք եւ մոտավոր պատկերացրել ենք ձեր վերջնական տեսքը, քանի որ դու ունես շատ գեղեցիկ եւ արտահայտված դիմագծեր, ավելի քեզ ճիշտ եւ համապատասխան կլինի օգտագործես ավելի նյութ եւ բնական երանգներ։ Եվ ես նայելով քո պարանոցին հասկացա, որ դու շատ բաց երանգի մաշկ ունես։ Դրա համար ցանկալի է ընտրել հենց մաշկիդ երանգին համապատասխան տոնային քսուկ։ Իհարկե այսօր ես քեզ կտամ խորհուրդներ, բայց դու վերջնական արդյունքը կտեսնես ամենավերջում։ Նայիր հայելու մեջ, որպեսզի ավելի պատկերավոր լինի։ Այդ օսկրը ընդգծելու համար պետք է ֆիքսես հետևյալ կետը՝ ականջից դեպի շրթուն գնացող գիծը։ Եվ վերևից ներքև շարժումներով տարածելով ընդգծես այդ օսկրը։ Հիմա ես իմ վրա քեզ ցույց կտամ, որպեսզի ավելի պատկերավոր Միջև շատ ներքև չտանեմ, չէ։ Արդեն շրթունքից 1-ից 2 մատ հեռավորության վրա պետք է վերջացնես գործողությունը։ Իսկ այդ օսկրի ներքևում դիմափոշի պետք է քսել առօրյայում, որ ավելի ընդգծվի հենց այդ օսկրը, թե ոչ։ Առօրյայում ես քեզ առհասարակ առաջարկեմ դիմափոշի չօգտագործես, քանի որ մեր մաշկը պետք է շնչի, իսկ դիմափոշին փակում է ծակոտիները եւ չի թողնում մաշկը շնչի։ Դրա համար ցանկալի է դիմափոշի օգտագործես այն ժամանակ, երբ որ գնում ես այնպիսի առիթի, որը ցանկանում ես քո դիմահարդարումը երկար պահպանվի։ Հասկացա։ Մեր հայ աղջիկները շատ են սիրում դիմահարդարվել, բայց անում են 3 հիմնական սխալներ, որը նրանց հաղորդում է հավելյալ տարիք։ Այսօր ես կթվարկեմ այդ 3 սխալները եւ կփորձեմ օգնել ավելի ճիշտ ընդգծել ձեր դիմագծերը։ Ամենակոպիտ սխալներից է մուգ երանգով եւ հաստ ընդգծված հոնքերը, որոնք մեծացնում են տարիքը եւ կոպտացնում դիմագծերը։ Ցանկալի է հոնքերը թողնել հնարավորինս բնական ֆորմաներին մոտ, իսկ ստվերաներկով լցնել միայն դատարկ հատվածները եւ փորձեք երանգը ընտրել հնարավորինս ձեր մազերի երանգին մոտ կամ մի փոքր բաց։ Խորհուրդ չի տրվում առօրյայում օգտագործել ծանր եւ քիմիական շրթներկներ, որոնք ծանրացնում են ձեր շուրթերը։ Կարող եք օգտագործել ծինտ, որը ունի շատ թեթև տեքստուրա եւ շուրթերին հաղորդելու է ուղղակի բնական երանգ։ Հրաժարվեք ծանր եւ խիտ տոնային կրեմներից, քանի որ դրանք ծանրացնում են ձեր մաշկը եւ ձեզ հաղորդում տարիք։ Փորձեք հնարավորինս օգտագործել ձեր մաշկի երանգին համապատասխան եւ թեթև տոնային կրեմներ, որոնք ուղղակի կընդգծեն ձեր դիմագծերը եւ չեն ծանրացնի մաշկը։ Հաղորդման ընթացքում բազմիցս նշել ենք, որ Լիաննան ֆուդբլոգեր է։ Եկեք տեսնենք իր հմտությունները։ Լիաննան պետք է պատրաստի բաղադրատոմս մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար հանդիսացող Աթենքի տեսականուց։ Տեսնենք ինչ է ընտրելու հաղորդման գործընկեր միշտ թարմ տեսականի առաջարկող Աթենքի մսամթերքից։ 88 սուպերմարկետների ցանցն առաջարկում է ապրանքների լայն տեսականի։ Բարձրակարգ սպասարկում ապահովում է պրեմիում դասի միջավայր, համատեղելով մատչելի գների հետ։
որ ես food blogger եմ, չի կարա իմ ամենասիրած բաղադրատոմսերից չպատրաստել հատուկ Ֆեմինայի հեռուստադիտողների համար, եկեք ուրեմն սկսենք մեր առևտուրը։ Ուրեմն ինչա մեզի պետք բաղադրատոմսի համար պետք է սերուցք 10%-անոց, մեկ էլ թթվասեր 25%-անոց, այստեղ ոնց տեսնում եմ ամենաթարմ մթերքներն են, չեմ էլ կասկածում։ Ինչ փոքրիկ հալվող բաներ կարող եք առաջարկել։ Մերսի շատ։ Վերցնենք տոմատի մածուկ, սա շատ պարտադիր է, որովհետև հիմնական բաղադրիչը տոմատն է, որ համատալու մեր համեղագույն բաղադրատոմսին ու եկանք հասանք ամենակարևոր բաղադրիչին։ Քանի որ ես շատ լավ եմ հասկանում, թե ժամանակը մեր համար ինչքան կարևոր է, մեր մայրիկների համար, ովքեր 2-3 երեխաներ են տունը պահում, պլյուս ամուսինն էլ հետը, սա պիլիմենիների աթենքի շատ կարևոր են, որովհետև իրանք շատ ժամանակ են խնայում առօրյայի մեջ ու ամենակարևորը, որ իրանք շատ հետաքրքիր տեսք ունեն, զիգզագաձև ու հենց այս տեսքն է իմ շատ դուրը գալի, հենց որ եկեք սա փորձենք։ Բայց ինձ թվում է, այս մի հատը քչություն կանի, բերեք մի հատ էլ վերցնենք, որովհետև մեր նկարան խումբը շատ սոված է ու շատ են անձնակազմը։ Ես իհարկե ընթացքում վերցրեցի ձեթը, սխտորի փոշին ու պղպեղը, կարմիր պղպեղը։ Ու եկեք արդեն վերցնենք ATH սուպերմարկետի ամենաթարմ բանջարեղենները, եկեք վերցնենք մաղադանոց ու վերջում սոխը մնաց։ ATH սուպերմարկետը իր բոլոր հաճախորդներին տրամադրում է կൂട്ടակային քարտ։ Վայ, մերսի, շատ։ Ես ճիշտ այստեղի չեմ, բայց մամայիս կտամ։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, եկեք ուրեմն դատարկենք ATH սուպերմարկետի մթերքները ու սկսենք պատրաստել աթենքի պիլիմենիները։ Հիմա ես արդեն ձեթը լցրել եմ, ինչ ձեթի տաքացումը, այդ ընթացքում եկեք պանիրը մանրացնենք, որ ամենավերջում, երբ որ ամեն ինչ պատրաստ լինի, նոր արդեն լցնենք պանիրը, որ սենց հալվի ընդհանուր շատ համով մասը լինի։ Ձեթը արդեն լավ տաքացել է, եկեք լցնենք սոխը, ուղղակի շատ է տաքացել, վախում եմ, որ տժտժիկները, որ ես մի քիչ կարմերացնենք, ինչպես շվեդներն ասում, յիլեն բրուն ֆարի, լցոնում ենք, հետո թթվասերը ու տոմատը։ Եթե ինքը գնալով խտանում է, ընթացքում ավելացնում ենք սերուցքը, որ ավելի ջրիկ մասա լինի։ Սերուցքը արդեն լցնենք, վերջացնենք, որ ընդհանուր զանգված ստանանք ու արդեն նոր համեմունքները ու աթենքի պիլիմենիները։ Կարծում եմ արդեն էսի բավական է, իդեպ շեշտեմ, որ ինքը շատ հավես զիպ փական ունի, որը որ շատ հաճելի է, մի անգամից փակում ես ու սարցարան ստանում սարցանելը միջև էփի։ Մի քիչ ավելացնենք ջուր, որ ինքը ավելի ջրիկ լինի, որ պիլիմենիները ավելի արագ էփվեն։ Խառնենք ու նորից փակենք կափարիչը։ Վաղ տարիքում Լիանան երազում էր ունենալ բաց երանգի վարսեր։ Իր այդ ցանկության մասին տեղյակ է նախագծի նոր մենթոր, Ասոյան Բյութի ստուդիոյի հիմնադիր, միջազգային կարգի մասնագետ, վարսահարդար Գագիկ Ասոյանը։ Ողջույն Լիաննա ջան, ես Գագիկ Ասոյանն եմ, ուրախ եմ քեզ տեսնել մեր սրահում։ Ինձ կասես ինչ ես արել քո մազերի հետ։ Ես ճիշտն ասած տեն շատ էքսպերիմենտներ մազես հետ չեմ արել, այն ամենագլոբալ փոփոխությունը այս տարբերակն ա եղել, որ շատ բաց եմ փոխել, բայց ընդհանուր առմամբ շատ մազերս անգամ չեմ էլ ներկել, երևի ամենաշատը 3 անգամ։ Ամբողջ կյանքի ընթացքում։ Հասկացա քեզ, բայց ես տեսնում եմ, որ քեզ ավելի շատ տաք գույններ կսազի։ Դեպի մուգ գույնին, թե ավելի բացինի նկատի ունի։ Շատ բաց։ Շատ բաց։
Հաստատ։ Գնացինք։ Հա։ Որ կտրեցինք վնասված հատվածը, որը որ մեզ պետք չի։ Հիմա կխնդրեմ իմ օգնականները մոտենան, Շուշանը եւ Գորը։ Սկսենք միասին աշխատել։ Այս հիմնական քո մազարմատի մկրությունը կպահենք։ Կխնդրեմ Գորը հայլին փակի, որպեսզի դու չտեսնես քո հետ ինչա լինելու։ Հետո նոր վերջում կբացենք, կտեսնես։ Կարակ մի քիչ թողնենք։ Չենք կարող։ Սենց լավ է։ Նախագծի բժիշկների կողմից Լիաննային ցուցված է շատ ջուր խմել մաշկի որակի բարելավման եւ միջամտությունների արդյունքի երկարատև պահպանման համար։ Իհարկե, նա պարտաճանաչ կատարում է դա, նախընտրելով հաղորդման գործընկեր Buy Nalbandian բրենդի ջրերը։ Լիանան այդքան էլ չի կարևորում նորաձևությունը։ Վստահ է, որ հագուստը պետք է լինի հարմարավետ, իսկ նախագծի գլխավոր ոճաբան եւ շոփինգի էքսպերտ Մանե Մարգարյանը պատրաստ է ապացուցել, որ հարմարավետը եւս կարող է լինել ոճային։ Լիանային արդեն սպասում են թողարկման գործընկեր Love Republic խանութ սրահում։ Ողջույն Լիաննա ջան, ուրախ եմ քեզ տեսնել Love Republic խանութ սրահում։ Քեզ համար առանձնացրել եմ 3 կերպարներ պաստելային գույներով։ Մի պահ մոռանում ենք սպորտային ոճը, արթնացնում ենք կանացիությունը, պիոնի պես ծաղկելու ես ու գրավելու ես բոլորին քո ներքին կանացիությամբ։ Գնանք փորձենք։ Գնացինք։ 2025 թվականի ամենաթրենդային գույներից մեկը դա Butter Yellow-ն է, դեղինի պաստելային այդ բաց երանգը։ Քեզ համար առանձնացրել եմ հենց այդ երանգով կոկտեյլային տարբերակ, ուսերի հատվածի բանտերն ու վալանները, կրծքի հատվածի ավելի են նրբացնում ու եթերային դարձնում քո տեսքը։ Լիաննա ջան, երկրորդ տարբերակի համար ընտրել եմ վանիլային երանգով նեղ ընդգրկող զգեստ, որն ավելի գրագետ կընդգծի քո կազմվածքը։ Իսկ ես, որպեսզի ավելի հարմարավետ զգաս, փոքրիկ հիշեցում, զգեստի ներսում կարված են շորտեր։ Լիաննա ջան, ես գիտեմ, որ դու վարդագույնը չես սիրում, բայց արի այս անգամ գնանք ռիսկի։ Քեզ համար ընտրել եմ եթերային վալաններով շիֆոնե շքեղ զգեստ, մինի երկարությամբ։ Այս զգեստը ընդգծում է քո կանացիությունը եւ հաղորդում քեզ առավել եթերայնություն։ Լիաննա ջան, հրաշալի տեսք ունես, բայց ես ուզում եմ ամեն դեպքում մենք մեր հեռուստադիտողի հետ վերհիշենք քո սկզբնական տեսքը, համաձայն ես։ Հա, լրիվությամբ։ Let's do it. Մամա չնացես։ Ասենց չնացես։ Չես։ Սիրուն չեմ դրամա ես զգացում, թե որ շատ սիրուն եմ, հա։ Պապա, հիմա դու գալիս ես։ Շատ լավ է, վիշ։ Քան եմ զիրունացում, հենց նամես լացը գալիս է։ Մամա, պաստան այդքան գեշ եմ, որ հիմա զիրունությունից լացում ես։ Երազում էի դու, փոքրուց երազում Որ էի։ հաստատ գիտես ես ինչքան է երազում։ Միշտ ասում էր գնալու եմ օպերացիա անեմ, մենք չէինք համաձայնվում, բայց ինքը իր Դեռ չտեսա։ երազանքին հասավ։ Իձի հասցրին։ Հա, քուլիկը բերել է, քուլը բերել։ Եվա սիրտի, Լիանա։ Բոլորից էլ գոհ շնորհակալ ենք, որ Լիանայի երազանքը կատարվեց։
Մի հատ մինուս կա, որ papai մամայի օրիգինալ քիթը փոխվել է, բայց ամեն դեպքում շատ սիրուն է։ Շատ։ 3 աղջկաս մեջ մենակ էս մեկն էր ինձի նման, այնը ձևափոխեցիք։ Ոնց է լինի կուկլա։ Ջուրը մինչև կուկլա, հիմա էլ է կուկլա։ Նենց արդյունք ստացա, որ անգամ չէի էլ սպասում այս արդյունք։ Իհարկե գիտակցում էի, որ կփոխվեի, բայց այս կարգի չէի պատկերացնում։ Եղավ մի պահ, որ ես փոշմանում էի, դե էդի վիրահատությունից հետո նոր հասկացա ինչի տակ եմ ստորագրել։ 2 օրից արդեն հետ փոշմանեցի, որ չէ, всё-таки լավ է արդեն, էլ չեմ փոշմանել։ Լիաննա ջան, Ֆեմինա նախագիծը շատ նրբանկատ է եւ քեզ համար պատրաստել է շատ հետաքրքիր անակնկալ։ Պատրաստ ես։ Չէ։ Այս ամենը արդեն անակնկալ է ինձ համար, բայց անակնկալները շարունակվում են։ Ոյ, ոստու։ Շատ ուրախ եմ, շատ անհամբեր սպասում եմ։ Շատ եմ հավանում ամեն ինչով, հենց ոյ, ամանչում եմ ասեմ ովա։ Հենց Ռոզա Դավթյանին։ Ես միշտ այդ աղջկան թաքնված հենց իմ մեջ շատ եմ հավանել, թե իր տեսքը, թե իր ոճը։ Լավ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի րոպե, վայ, դուք իսկական եք, մի րոպե։ Կպեք։ Հա, սենց բան արել։ Շատ սիրուն եք։ Վայ, մի խոսացեք մի րոպե։ Շատ սիրուն եք։ Դուք էլ։ Խոսքեր չունեմ։ Մի հատ կլինի սենց նայ։ Կանգնեմ ուղիղ, ինչ անեմ։ Ուղղակի իսկական եք։ Հա։ Շատ սիրուն եք, այս հաղորդումը ընդգծել է ձեր գեղեցկությունը։ Մի նախապայման կա, երբ որ դու սկսում ես հավատալ, այդ ճանապարհը բացվում է։ Ես չգիտեմ այդ ոնց է աշխատում, երբեք երևի ոչ ոք չի իմանա։ Երազանքի ետևից Շվեդիայից Հայաստան հատուկ Ֆեմինային մասնակցելու համար։ Մեկ համարձակ որոշումը փոխում է կյանքը։ Հետևիր մեզ սոցիալական հարթակներում իմանալու այն ամենը, ինչ որ չես գտնի եթերում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր Ֆեմինա հերոսուհու կերպարանափոխությամբ։